Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին, նրան մեղադրում են իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգի տապալման ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Փաստաբանական թիմը դատական պրոցեսի ընթացքում պնդում էր, գործընթացը նախաքննական փուլից մինչև խուզարկություն կոպիտ խախտումներով է իրականացվել։ Վճիռը մեծ վրդովմունք ու զայրույթ առաջացրեց։ Վաստակաշատ հոգևորականին աջակցողները ամոթ վանկարկումներով ճանապարհեցին դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Դատարանը Սրբազանին մեղադրում է քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված արարքի համար։ Մի կարևոր բան էլ տեղի ունեցավ, որ կոնկրետ մենք արձանագրեցինք եւ ձեր տեսախցիկների կողմից նույնպես Միքայել Սրբազանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով։ Լրիվ ուրիշ հոդված։ Ինչի մասին։ Այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է Պաշտոնյա տարանձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու։ Դատարը ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Հուզմունքն էր պատճառը դատարան։ Հիմա գիտեք ինչ է, հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր եւ Միքայել Սրբազանը չի կատարել ոչ 442 հոդվածը, ոչ 422 հոդվածով կատարված նախատեսված արարք։ Դատական գործը կարճ տևեց։ Արմինե Մելիքսեթյանն ընդամենը 10 դատական նիստով վճիռ կայացրեց։ Փաստաբանական խումբը կանխատեսելի էր համարում թե պատժաչափը, թե պատժատեսակը։ Մենք արդեն ստացել ենք Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մեր բողոքը վարույթ չի ընդունել, ընդունելը մերժել է առաջի կալանքի հետ կապված եւ այդ մասով մենք նաեւ միջազգային ակցիան ենք դիմելու, եվրոպական դատան ենք դիմելու։ Այս դատավճիռը արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ Դատավճիռը անպայման բողոքարկվելու է վերաքննիչ ատյան, Միքայել Սրբազյանը նույնպես սպասում էր այս դատավճռին, այսինքն ինքն էլ էր ակնկալում, ինքը հոգեպես պատրաստ էր, այո, ինքը ի սկզբանե տրամադրված էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել եւ իրականացվել։ Սպասելի էր ինչ-որ միտեղ, սակայն սա բնականաբար այսպես չի մնա, մենք բոլոր միջոցները գործադրելու ենք այս անարդարությանը վերջ տալու համար, ես չգիտեմ սենց, պատմական ամոթի օրեր այսօր։ Սրբազանը մեղադրանքը չի ընդունում ու այս ամենը քաղաքական հետապնդում է որակում։ Ցավոք սրտի ամեն բան առավել քան կանխատեսելի ու պարզունակ է ու եթե կան մեր երկրում մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ է կատարվում մեր երկրում, ապա իրենք ուղղակի վճարվում են չհասկանալու համար, այլևս անհնար է չհասկանալ, այլևս կարելի է ուղղակի չուզել հասկանալ, սկզբունքորեն մերժել տրամաբանությունը, սկզբունքորեն մերժել բարոյականությունը, հետևաբար բոլոր նրանք, ովքեր ճշմարտության կողմն են, դեռ Եղիշեն էր գրում բռնեք ճշմարտության կողմը, վստահ եմ, որ հաղթանակը պիտի տեսնեն եւ հայոց գալիք հաղթանակն այլ ընտրանք չունի։ Նայում էին որ հոգեվորականները այստեղ կանգնած տխուր մարդիկ, այնպեսի տպավորություններ, որ հոգեհանգստի արարողության ենք ու մտքով ես անցա, որ շատ նման է արդարադատության համակարգի, մեր երկրի արդարադատության համակարգի, այսպես պաշտոնական հոգեհանգստի արարողության ասեսներ գալինենք, շատ հանդիսավոր, շատ տխուր, ինչպես լինում են հոգեհանգստյան արարողությունները։ Չգիտեմ, ես դժվարանում եմ այսօր այս թեմայով խոսալ, ինձ համար տխուր օր է։ Պիտի մարդկանց անդադ բացատրել, թե այս ինչա տեղի ունենում, որ իրականում այս ամբողջ գործիքակազմը ինչ իշխանությունը օգտագործում է, բռնապետական ճնշումների նման են, եթե չասեմ հենց այդպես են։ Դատավճիռը կայացնելուց հետո մայրաթորը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում է. Այսօր հոկտեմբերի 3-ին դատարանը շարունակելով ոտնահարել արդարադատության հիմնարար սկզբունքները, գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանին դատապարտեց երկամյա ազատազրկման։ Ի սկզբանե ակնհայտ էր, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ եւ իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է։ Գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ անարդար դատավճիռը քաղաքական հաշվեհարդարի հերթական ապացույցն է, որը խոսքի եւ կրոնի ազատության, խտրականության արգելքի սկզբունքի կոպտագույն ոտնահարում է, ժողովրդավարական հասարակարգին նետված ուղիղ մարտահրավեր։ Խստորեն դատապարտելով աղաղակող ապօրինությունները, վերստին հաստատում ենք, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը
հետամուտ է լինելու իրավական, այդ թվում միջազգային գործիքակազմերի կիրառմանը գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանի արդար իրավունքները վերականգնելու համար, ասվում է հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 2-ին կայացավ Սրբազան պայքարի գործիք քննության հերթական դատական նիստը։ Ինչպես նախորդ բոլոր նիստերին, Բագրատ Սրբազանին եւ նրա աջակիցներին դատարանի դահլիճում ներկաները ծափերով եւ քաջալերող ողջույններով դիմավորեցին եւ միասին արտասանեցին հրաժարիմքը։ Հրաժարվում ենք սատանայից, նրա բոլոր խաբեություններից։ Դատական նիստին դահլիճում ներկա էր նաև Կանադայի հյուպատոս Ռայան Միլերը։ Նախ նիստի սկզբում պայքարի աջակիցներից մի քանիսի գործում ներգրավվեցին նոր պաշտպաններ։ Բագրատ Սրբազանի պաշտպան Հովանես Խուդոյանը հանրային մեղադրողներին բացարք հայտարարեց։ Բացարկի հիմքում մեջբերում եմ 2 հոգու գյուլելու, 15 հոգու բանտ նստեցնելու եւ ավտոբուս վառելու մասին հայտնի հեռախոսային երկխոսության մեջ Սրբազանին վերագրվող արտահայտությունները փաստաբանը կեղծիք համարեց։ Նրա հայտարարած բացարկին միացան այլ պաշտպաններ եւս։ Կարեն Ֆարխոյանը դատախազներին հայտարարած բացարկի միջնորդությունը մերժեց։ Մեղադրական կողմի ներկայացրած փաստարկները Սրբազանը զրպարտություն որակեց, հիշեցնելով, որ իրեն եւ Միքայել Սրբազանին բանտախցում գաղտնալսել են զենքի թաքստոցներ եւ գործում ռուսական հետքի արկայություն գտնելու հույսով։ Լրագրողների հետ զրույցում Հովանես Խուդոյանը ամփոփեց օրվա դատական նիստը։ Փաստաբաններից որևէ մեկ անձնական վիրավորանք չի հասցրել դատախազներին, սակայն եթե իրենք այդպես են ընդունում, նշանակում է իրենք իրենց գործողությունների մեջ կասկածներ ունեն, որովհետև կարծում եմ գոնե իրենց հարկավիճակում գտնվող մարդիկ թեկուզ եւ շարունակում են անել, բայց իրականում հասկանում են ինչ են անում, դրա եւ բարոյական եւ իրավական հետևանքները նույնպես պատկերացնում են իրենց համար։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Արարատը մեր աչքերում խորագրով մեկօրյա կրթամշակութային միջոցառումը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Վաչե եւ Թամար Մանուկյան մատենադարանի բակում էր համախմբել Մայրաթորի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության 100-ած տների շուրջ 150 պատանի նկարիչների։ Ծրագրի իրականացմանն աջակցել էր վերականգնման, առաջընթացի եւ լուսավորության բարեգործական հիմնադրամը։ Սաները 500 տներից են, հեռավորները հասկանալի պատճառներով Գյումրին եւ Վանաձորը չկարողացան իրենց մասնակցությունը ունեցալ, բայց դա չի խանգարում, որ այս նախաձեռնությունը նաեւ իրենք տեղերում, մագազները, դասարաններում ներկայացնեն Արարատը եւ այս գաղափարը գեղեցիկ շարունակական իրենց դասարաններում իրենց սաներին փոխանցեն։ 1990-ականների սկզբներին, երբ մենք գոյա պայքարի մեջ էինք, մեր անկախության շրջանում, այդ տարիներին նույնիսկ մարդիկ դժվարությամբ էին կարողանում իրենց օրվա հացը վաստակել, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մի համարձակ միտք մտահղացավ, հատկապես մեր այսօրվա վեհափառ հայրապետի ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի մտքում, որ այդ ժամանակ առաջնորդում էր Երևանի հայրապետական թեմը եւ փոխանորդներ թեմի, նա միտք հղացավ, որ նախկին պիոներ պալատները կարող են դառնալ ազգային ոգին կերտելու, կրթելու օջախներ եւ սկսած այդ թվականներից Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հովանու ներքո վերցվեցին այս կառույցները եւ աստիճանաբար ընդլայնվեց ամբողջ հանրապետության տարածքով մեկ եւ այսօր Մայրաթորի հովանու ներքո շուրջ 7 հայորդաց տուն է գործում տարբեր քաղաքներում եւ իսկապես այդ երեխաները շնորհալի են եւ մենք ականատես ենք լինում, որ այդ կառույցներից դուրս են գալիս հոգեկերտվածքով իսկատիպ հայեր եւ իսկատիպ քրիստոնյա հայեր։ Անձրևաբեր ամպերը վաղ առավոտից անհանգստացրել էին մասնակիցներին, բայց ոչ հոգևորականներին։ Երեխաների Մայրաթոր հասնելուն պես երկինքը կպարզվի, վստահեցնում էին նրանք, իսկ նվիրական Արարատը, որ ամենքի սրտում է, կպատկերեն, եթե նույնիսկ ամպերի վարագույրը չբացվի։ Գաղտնիք չէ, որ ազգային խորհրդանիշ բիբլիական Արարատը դարեր շարունակ եղել է հայ նկարիչների ոգեշնչման աղբյուր։ Այն պատկերվել է դասական, իմպրեսիոնիստական, մոդեռն եւ սյուրռեալիստական ոճերով, յուրաքանչյուր նկարչի ստեղծագործության մեջ արտահայտելով տվյալ ժամանակաշրջանի մարտահրավերը։
Սարյան, Իսաբեկյան, Մինաս Ավետիսյան, Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Փաշինջաղյան, Փանոս Թերլեմեզյան, Գեղիշե Թաթևոսյան, Հակոբ Հակոբյան, շարքը իհարկե կարելի է շարունակել եւ փաստել, որ նրանցից յուրաքանչյուրը որպես հոգեվոր մեծ ժառանգություն մեզ է թողել իր չկրկնվող Արարատը։ Երեխաները տեսել են գունեղ կտավները, սիրել ու այսօր փորձում են վերստեղծել Սրբազան լեռան իրենց տարբերակը։ Նկարում եմ Արարատը, որը մեր հայության, տոկունության, հավերժության, հայրենիքի խորհրդանիշն է։ Ընտրել եմ իմ սիրելի գույները ու այս երկրին ավելի հարազատ գույները, որովհետև այս երկիրը իր մեջ պահում է մեծ տաքություն ու ես որոշել եմ այդ տաքությունն ու էներգիան փոխանցեմ իմ գույներով։ Ես նկարում եմ մի քիչ անիմացիոն ու ինքը լինելու է երկինքը Հայաստանի դրոշի գույներով։ Ամեն անգամ դպրոց գնալուց ես Արարատը տեսնում եմ ամեն առավոտ, թե դպրոց գնալուց, թե տուն գնալուց, թե ամեն անգամ պատուհանից դուրս նայելուց, ու ամեն անգամ Արարատը ներկայանում է մի նոր կերպարով ու ամեն անգամ ավելի հետաքրքիր։ Փորձել եմ նկարել են, ինչ ամեն օր տեսնելուց զգում եմ։ Մատենադարանի բակում կազմակերպված աշխատարանին մասնակցում էին նաև անվանի նկարիչներ։ Ես անցա նայեցի, ահագին աշխատանքներ կային եւ ապշելու բան կա։ Մեկը նկարել էր Նախիջևանի կողմից, մեկը Արարատը հակառակ կողմից։ Երեխաներ են, ուզում են այսպես այդ զուտ հայեցի լեռը, ուզում են, որ բոլոր կողմերից տեսնեն եւ զգան։ Եվ հրաշալի է նաև այն առումով, որ առանձնահատուկ այսպես բան ունեն, ամեն մեկը կարողամ է իր այն զգացականը մի անգամից թղթին հանձնել։ Անձամբ ես իմ մանկության տարիներից սկսած եւ որևէ նկարիչ կարծում եմ միշտ Արարատը անդրադարձել է, անգամ եթե իր ոճական առանձնահատկությունների մեջ չի մտնում բնավ նկարը, Արարատը անպայման նկարում է։ Եթե կարելի եմ փոքրիկ դրվագ ասեմ իմ մանկությունից, մեր Գյումրիում եմ ես ապրել այն ժամանակ Լենինականում, մեր սեփական տան պատին ավելացված ներկ կար, որը սովորական ներկ, ոչ նկարչական, սպիտակ ներկ էր։ Այդ ներկով ես մեր պատին Արարատ եմ նկարել դպրոցական ժամանակներից, մինչև հիմա պահպանվել է։ Եվ մեր տունեկացիները կատակով ասում էին Լեննականից Արարատը երևում է փաստորեն։ Հայորդաց տների երեխաների մասնակցությամբ այս միջոցառումը կամփոփվի Մայրաթոռի տարածքում կամ Վաչե եւ Թամար Մանուկյան մատենադարանում բացված մեծ ցուցահանդեսով։ Յուրաքանչյուր աշխատանք կլրացվի հեղինակային փոքրիկ էսսեյով, համացանցում հասանելի կլինեն նաեւ ցուցահանդեսի թվային կատալոգը եւ ալբոմը։ Լիանա Չիչակյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Երբ Հիսուսին խաչելուց հետո տեղադրում են գերեզման եւ փակում մեծ քարով, յուղաբեր կանայք գալիս են, որպեսզի օծեն նրա մարմինը, բայց տեսնում են, որ նա այնտեղ չէ, լուրը շատ արագ տարածվում է, որ Հիսուսը հարություն է առել։ Հիսուսը իր աշակերտների հետ եւ Մարիամի հետ, իր մայրիկի հետ բարձրանում է լեռ եւ այնտեղ ինքը հարություն է առնում, համբարձում է երկինք եւ իր ոնց որ պատկանն է տալիս աշակերտներին տարածել քրիստոնեությունը աշխարհի 4 կողմերով, հայր Աստծո, որդի Աստծո եւ Սուրբ Հոգու Աստծով մկրտել մարդկանց եւ քարոզել քրիստոնեությունը։ Մարիամը եկեղեցում ծաղայս է լինում, երբ որ նրան մոտենում է Գաբրիել հրեշտակը եւ ասում է, որ նրան ունենալու է մի որդի, բայց Մարիամը նրան հուզված ասում է, որ նա ամուսնացած չէ, բայց հետո Գաբրիել հրեշտակը ասում է, որ դու ունենալու ես որդի, անունը դնելու ես Հիսուս։ Մանե Ջավադյանի դատարկ գերեզման, Էլեն Ծատուրյանի համբարձում, Տիգրան Հովսեփյանի ավետում եւ Կարինա Ղազարյանի դժոխքի ավերումը մանրանկարները մասնակցել են վերջերս կայացած Universe Art միջազգային փառատոնին։ Այդ ստուգատեսին 5-ից 18 տարեկան մոտ 600 երեխաներ են մասնակցել։ Էլենը, Մանեն, Տիգրանն ու Կարինան ուսանում են Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության Մալաթիայի հայորդյաց տան մանրանկարչության դասարանում։ Նրանց աշխատանքները Universe Art մրցույթում առաջին տեղ են գրավել։ Աշխատանքները ցուցադրվել են Նկարիչների միությունում։ Դասարանի մանկավարժը Ջուլիետա Վասիլյանն է, նա 7 տարի է դասավանդում է հայորդյաց տանը, գեղանկարչուհի է, մասնակցել է ցուցահանդեսների, նաև վիտրաժային նկարչությամբ է զբաղվում, նկարում է ապակու վրա, դասավանդել է Զարդարվեստի ուսումնարանում։
Հետաքրքիր է իրենց ինչ-որ բան սովորացնելը, արդյունքը տեսնելուց ես իրենցից ավելի շատ եմ ուրախանում եւ կարծում եմ, որ այդ ուրախությունը միանգամից փոխանցվում երեխաներին։ Իրենք ին ոգևորությունը տեսնելով արդեն ուզում են շատ նկարեն։ Երեխաները տեսնեք ինչ ոգևորություն են ստանում, երբ որ նկարիչների միությունում իրենք գնում, տեսնում են աշխատանքը։ Նկարիչների միությունը մի տեսակ այնպիսի վայր է, օջախ է, որտեղ ամենաբարձրագույն աշխատանքներն են ցուցադրվում։ Գևորգ Գևորգյանի Լևոն թագավոր աշխատանքը անցած տարի էր մրցանակի արժանացել։ Գևորգը հայորդյաց տանը գտել է այն, ինչը կարևոր է իր համար։ Հայորդյաց տանը հիմնականում դպրոցին ընդհանրապես նման չէ, այստեղ ուրիշ շրջապատ է, շատ հանգիստ եւ մեղ, որտեղ դու կարող ես շատ հանգիստ քեզ զգալ, եւ դա իրականությունն է։ Ես միշտ հաճույքով եմ գալիս հայորդյաց տուն։ Հայորդյաց տունն էլ իր հերթին մեզի նվիրում է ամենալավ բաները, ինչ որ կարող է, կրոնի դասեր եւ ուխտագնացություններ։ Մալաթիայի հայորդյաց տան մանրանկարչության դասարանի սաները նաև փայտի վրա են նկարում։ Ջուլիետա Վասիլյանը պատրաստվում է նրան սովորեցնել նաև ապակու վրա նկարելու հմտությունը։ Յուրաքանչյուր մանրանկարի վրա երեխաները աշխատում են երկար ու մանրամասն։ Մրցանակների արժանացած գործերը ստեղծվել են ամիսներ շարունակ, երբեմն անգամ տարի է տևել։ Դասարանի մանկավարժը հիացմունքով է խոսում, երբ սաները գույնից ավելի ու ավելի շատ երանգներ են ստանում։ Սաների մի մասի համար սա սիրած զբաղմունք է։ Մի մասն էլ ավարտելուց հետո ընդունվում է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ, զարդարվեստի ուսումնարան։